Ֆուրիեի շարքի զուգամտության լինի հայտանիշը Ինչև հիմա ինչ ենք արել, զոտ պարբերական ֆունկցիայի հետ ասացրել ենք իր Ֆուրիեի շարքը, բայց հեչ պարտադիր չէ, որ այդ Ֆուրիեի շարքը, ասենց ասած, ինչ-որ կապ ուներ ֆունկցիայի հետ, այսինքն ինչ-որ կետում ձգտեր, Ֆուրիեի շարքը հավասարվեր ֆունկցիային կամ ինչ-որ այլ հետաքրքիր հատկություններ ունենայինք, հիմա արդեն փորձելու ենք հասկանալ, թե ինչ դեպքում այդ կարող ենք պնդել, որ Ֆուրիեի շարքը հենց զուգամիտում է մեր ֆունկցիային։ Հիշեցնենք մի հատ, որ այդ Ֆուրիեի շարքի մասնակի գումարների համար ինչ բանաձև էինք ստացել։ N-րդ մասնակի գումարը Ֆուրիեի շարքի ցույց ենք տվել, որ հավասար է 1x-րդ ինտեգրալ minus p fx0 plus t fx0 minus t Սենց էր, թե երկուսը չկար։ Okay, երկուսը սինուսի հետ էին գտել։ Okay, լավ, սենց սինուսի հետ ավիդենք։ Հա, սենց ավելի լավ կանենք, okay։ Բարի, ունենք մասնակի գումարների համար, n-րդ մասնակի գումարի համար այս բանաձևը, հա, Ունդեղ մի բան է պետք ասել, որ երբ որ նայում ենք եռանկյունաչափական բազմանդամի Ֆուրիեի շարքը, այդ ինքը հենց տալու է, այդ ինչ-որ համարից սկսած տալու է հենց այդ նույն եռանկյունաչափական բազմանդամը։ Ոնց որ սովորական բազմանդամի, եթե Թեյլորի շարքը նայեք ու իր մասնակի գումարները, ինչ-որ պայից հետո, այն քանի որ այնտեղ զերոներ են լինելու, այդ մասնակի գումարները հենց ճշգրիտ տվյալ բազմանդամն են տալու, նույն ձևով էլ Ֆուրիեի շարքերի համար է, եթե պարզապես եռանկյունաչափական բազմանդամ ես նայում, իր համար այդ մասնակի գումարները հավասարվելու են հենց տվյալ բազմանդամին, ինչ-որ համարից սկսած, ու ստեղ ոնց որ եթե վերցնենք ոնց որ f հավասար է նույնաբար մեկ ֆունկցիան, այդ դեպքում ինչ ենք ստանալու, ստանալու ենք, որ ոնց որ պարզապես նույնաբար մեկ ֆունկցիան էլի իրանից ներկայացնում է եռանկյունաչափական բազմանդամ, հա, ասենց ասած 0 աստիճանի, որտեղ ոչ մի սինուսը կոսինուս չկա, միայն ազատ անդամն է, ու իր մասնակի գումարը հենց տալու է հենց նույն ինքը ֆունկցիան, այսինքն այդ Sn fx0-ն մի կողմից հենց fx0-ն է տալու, այս կողմից եթե ստեղ այս բանաձևի մեջ տեղադրենք մինուս p-ից p, ստեղ ունենալու ենք 2 ու Դիրիխլեի կորիզը, հա։ Լավ, հիմա սենց մի հատ նշանակում մտցնենք, ենթադրենք f-ն x0-ում ունի միակողմանի սահմաններ,
Նշանակենք S0-ով այդ Յակոմանի սահմանների կիսագումարը, հա, այսինքն fx0 + 0, fx0-ի աչակողմյան սահման ու ձախակողմյան սահման, հա, դրանց կիսագումարը։ Մասնավորապես, եթե f-ը անընդհատ է, անընդհատ է x0-ում, ապա այդ S0-ն ինչն է դառնալու f-ը x0-ում, հա, պարզապես։ Շատ լավ, հիմա ինչպես սա մեկն է, սա երկուսն է, հա։ Ինչպես տեսնենք, ակից և երկուսից կստանանք մենք ցույց ենք տալու, որ այս f ֆունկցիայի Ֆուրիերի շարքի 9-րդ մասնակի գումարը, այս մասնակի գումարները ձգտելու են իրականում այս կիսագումարին, ու մասնավորապես անընդհատ ֆունկցիայի դեպքում ձգտելու է հենց ֆունկցիայի արժեքին տվյալ կետում, ինչ-որ պայմանների առկայության դեպքում, այդ պատճառով հենց այս մասնակի գումարի ու S0-ի տարբերությունն ենք դիտարկելու։ Հիմա մասնակի գումարը իրանից ինչ է ներկայացնում 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx0 + t մած fx0 մինուս t-ն բազմապատկած այդ դիրիխլեի կորեզով, հա։ Իսկ S0-ն էլ կարող ենք երկու հավասարությունից օգտվելով, հա, պարզապես գրենք հանած S0 անգամ այն ինտեգրալը, որը տալիս է 1, հա, այսինքն 1/3 ինտեգրալ մինուս p-ից p, երկու անգամ էլի այդ նույն դիրիխլեի կորիզը, հա։ Շատ լավ, իհարկե այստեղ ոնց որ կարող ենք թե 1/3-ը ընդհանուր հանել, թե մի ինտեգրալով գրել, ու նաև մի ինտեգրալով գրելու դեպքում նաև կարող ենք ընդհանուր հանել դիրիխլեի կորիզը, հա։ Այսինքն ինչ ենք ստանալու 1/3 ինտեգրալ մինուս p-ից p, եթե դիրիխլեի կորիզը ընդհանուր հանենք, n + 1/2 բաժանած 2 սինուս t կեսը, ունենանք, ինչպես? Այսքանը 1 հավասար։ Այսինքն S0-ն ներկայացրեցինք որպես S0 անգամ 1, ու այդ 1-ն էլ ներկայացրեցինք ըստ դիրիխլեի ինտեգրալի միջոցով, հա, որպեսզի այդ կարողանանք իրար հետ ոնց որ ասած համախմբենք ու փորձենք ցույց տալ, որ իրոք այդ ինչ-որ պայմանների դեպքում կձգտի 0-ի, էլի։ Նորմալ է։ Այսինքն մենք մեր նպատակը այս S0-ն SN-ին հնարավորինս մոտիկ տեսքով ներկայացնելն էր։ Զուտ S0-ն ոնց որ կա թողել ենք, պարզապես պատկերացնում ենք, որ բազմապատկածան 1-ով, որը փոխարինված է երկրորդ բանաձևի արդեն աջ կողմով։ Հա, ու արդեն դա հնարավորություն է մեզ տալի ոնց որ մի ինտեգրալի տեսքով գրել, հա, ու ստեղ այս fx0 + t
գումարած f(x0 մինուս 10) ոնց կա տենց կմնա, մյուս կողմից էլ հանած 2s0 կունենանք, համ? Ստեղ մի հատ էլ նշանակում մտցնենք, լավ է սրանունը կարող դնենք 3, շնակենք ֆիտեյով հետևյալ ֆունկցիան, այս տարբերությունը, հա, f(x0 plus t) f(x0 հանած t) հանած 2s0-ն։ Ու հիմա արդեն պատրաստենք ձևակերպենք դինի հայտանիշը։ Դեպսուկ f-ը էլի երկուպի պարբերության ֆունկցիա է, հա? Եվ ինտեգրալ ներողություն խնդրում։ Այստեղ բոլոր տեղերը, որ մինուս p-ից p եմ գրել, պետք է լինի 0-ից p։ f(x0 plus 10 ու f(x0 minus 10) դրանք հենց մինուս p-ից p-ն 0-ից p ենք ծալում սարքում ես։ Այստեղ սխալ եմ արել, այս բոլոր տեղերում 0 պետք է լինի։ Եվ այս ինտեգրալ 0-ից p մոդուլ ֆիտե բաժանաստեն զուգամետ է։ Այդ դեպքում Sn f(x0) կզուգամիտի s0-ին, այնա ամերջի ձգտելիս, նույնն է թե Ֆուրեի շարքը կզուգամիտի s0-ին, հա? Ֆուրեի շարքը Now, հիմա Եկեք տեսնենք ինչ ունենք։ Համաձայն 3-ի SNF x0 հանած s0 ինչ է լինում 1/3 ինտեգրալ 0-ից p
Այս fx0 plus t գումարած fx0 minus t հանած 2s0-ն այդ պարզապես ֆիտեն է, հա։ Ֆիտեն է։ Ու ստեղ էլ ունենք sinus m plus 1 երկրորդ t բաժանած 2 sinus t-ից։ Ճիշտ է։ Ստեղ մի հատ էլ քանի որ մենք ինֆորմացիա ունենք այդ մոդուլ ֆիտե t-րդի մասին, կարող ենք սա էլ գրել այսպես, հա։ 1t-րդ Նատ ֆիտե t-րդ գրենք։ Լավ, մեր նպատակն է ցույց տալ, որ այս տարբերությունը ձգտում է ինչին։ 0-ին։ Այդ ինչ է կարծում, ինչի հաշվին է այդ ձգտելու 0-ին։ Օրինակ հիմա այս ինտեգրալին, որ նայում եք։ Ну, ֆիտեի լավ լինելու հաշվին, բայց ինչն է ստիպելու, որ ինքը 0-ի ձգտի, այն անվերջի ձգտելիս։ Sinus m plus 1 երկրորդ են, որտեղ ուրիշ բան չկա էլից կախված։ Հա, իսկ այդ ինչի որ պնդումն ենք, հա, Ռիման լեման ենք, չէ, օգտագործելու, որ այդ sinus լամդա t-ով երբ որ բազում պատկում ես, ինտեգրալները ձգտում են 0-ի, այն դեպքում երբ որ այդ ինչը որ բազում պատկում է sinus լամդա t-ով, այդ ինչը իրանից ներկայացնում է կամ օքեյ, անընդհատ ֆունկցիա կամ ինչպիսին է։ Այնտեղ նաև ասել ենք այն դեպքը, երբ որ բացարձակ ինտեգրելի, հա, Ռիմանի իմաստով ինտեգրելի կամ բացարձակ ինտեգրելի, հա, անիսկական ինտեգրալ էլ կարող ենք ունենալ, հա, այդ ֆունկցիայի համար։ Հիմա մեզ ինչ է մնում, ստեղ մի հատ ֆիտե t-րդը գրեցինք, մի հատ էլ պետքա, նո, եթե ֆիտե t-րդ գրեցինք, մի հատ տեմ պետք է գրենք։ Հիմա մենք հասկացանք, որ sinus m plus 1 երկրորդ տեն դա պարզապես են ման լեմայի մեջ, որ օգտագործում ենք sinus լամդա տենը, այսինքն այն մնացած կտորն էլ անենք սրա տակ ու փորձենք ցույց տանք, որ այս արտադրյալ ֆունկցիան Հիմա Ռիման լեման պետք է օգտագործենք։ Ռիման լեման օգտագործելու համար պետք է ունենանք, որ այս ֆունկցիան ինչպիսին է։ Անընդհատ կամ բարձրացակ ինտեգրելի, հա, կամ Ռիմանի իմաստով ինտեգրելի, օքեյ։ Լավ, հիմա այս բարձրացակ ինտեգրելիությունն ենք ցույց տալու, հա։ Օքեյ։ Ունենք, որ այս ինտեգրալը 0xp մոդուլ ֆիտե t-րդ dt զուգամետ է, հա։ Հիմա տեն բաժանած 2 sinus t-կեսի մասին եկեք խոսանք։ Ոնց որ միակ խնդիրը կարար 0-ի մոտ լիներ, հա, որտեղ հայտարարը ձգտում է 0-ի։ Ոստեղ ինչ ասենք, տեն բաժանած 2 sinus t-կեսը իհարկե կարող են գրել որպես ասենք t-կեսը բաժանած sinus t-կես ու ասենք, որ ձգտում է 1-ի, երբ որ տեն ձգտում է 0-ի։ Այդ պատճառով, նու, այս ֆունկցիան գիտենք, որ անընդհատ է, օրինակ 0-ի 0-ն չներառած։ Հիմա եթե 0 կետում էլ սահմանեինք 1, հա, ասենք գիտենք, որ ինքը նու, պիում, ինչ-որ մի բան դառնում, հա, կարող է որ չի, այս 0-ին ձգտելիս 1-ի է ձգտում, Եթե 0-ին ձգտելիս 1-ի է ձգտում, կարող ենք պարզապես այդ կետում էլ ֆունկցիայի արժեքը վերցնենք 1 ու կստացվեր 0-ում անընդհատ։ Մասնավորապես կլիներ այդ ֆունկցիան մենք ոնց որ ընդհանուրի բացարձակ ինտեգրալությունն է մեզ անհանգստացնում։ Հիմա եթե այսքանը գիտենք, որ բացարձակ ինտեգրալի է, բավական է հասկանանք, որ այս մյուս կտորն էլ ինչպիսին է։
սահմանափակ է, իսկ եթե ֆունկցիան անընդհատ է, արդեն փակ հատվածի վրա անընդհատ ֆունկցիան նաև սահմանափակ է։ Այսինքն այս ոնց որ 0 կետում էլ եթե սահմանենք այս ֆունկցիան 1, ինքը կդառնա անընդհատ ու այդ պատճառով կլինի սահմանափակ։ Նորմալ է թե։ Okay. Հետևաբար հաշվի առնելով բաժանած 2 սինուս տեկեսի անընդհատ լինելը երոպիում կստանանք, որ T բաժանած 2 սինուս տեկեսը սահմանափակ է նույն բաց ինտերվալում, հա։ Իհարկե կարող ենք ուրիշ կերպ էլ ասել, որ ասենք, լավ, եթե 0-ին ձգտելի սահմանը 1 է, ուրեմն 0-ի ինչ-որ շրջակայքում 2-ից փոքր կլինի, այդ Okay, այս 0-ից դելտայում 2-ից է փոքր, դելտայից պիում է, որպես արդեն փակ հատվածում անընդհատ ֆունկցիա, էլի սահմանափակ կլինի, ինչ-որ մեկ այլ հաստատումով սահմանափակ կլինի, ընդհանուրի վրա այդ երկու հաստատումների ինչով սահմանափակվում, մաքսիմումով կարող է գնահատել, հա։ Սահմանափակ է 0 պիում, այսինքն Ռոյցիոնը ինչ-որ M հաստատում, այնպես որ M բաժանած 2 սինուս տեկեսը փոքր է հավասար M-ից։ Ոստեղ 0-ից պիում ինքը դրական է, մոդուլի իհարկե կարող են գնել, բայց դրա կարիքը մյուս կողմից չկա, որովհետև միևնույնն է դրական է ֆունկցիա։ Լավ, հետևաբար այս մոդուլ երրորդ անգամ բաժանած 2 սինուս տեկեսը փոքր հավասար լինելու M անգամ մոդուլ երրորդ, հա։ Հիմա մի հատ էլ որ ունենք, որ ինտեգրալ 0-ից պի մոդուլ երրորդը զուգամետ է, մի հատ էլ որ օգտագործենք ինչ հայտանիշը կստանանք այս մյուս ֆունկցիայի բացատրել։ Հա, բադապուն առաջին հայտանիշից, հա։ Ոստի օգտագործելով բադապուն առաջին հայտանիշը ստանանք, որ զրոյից պեի մոդուլ երրորդ անգամ սա բացարձակ ինտեգրելի է։ Հիմա էլ արդեն մնում է կիրառենք Ռիման Լենոմը, այստեղից և
4-ից օգտագործելով նման լեման ստանանք, որ SNF x0 անած S0-ն ձգտելու է 0-ի n-ը անվերջի ձգտելիս այսինքն Ֆուրեի շարքը ձգտում է S0 թվին։ Այստեղ ոնց որ կարող ենք մի հատ էլ ասենք, որ բարի, եթե ֆունկցիան անդադ եղավ, փաստորեն կձգտի հենց այդ ֆունկցիայի արժեքին x0 կետում, հա, իհարկե դրա համար հարկավոր էր, որ տեղի ունենա այս պայմանը, հա, որ մոդուլ ֆիտետ երրորդի ինտեգրալը լինի զուգամետ։ Դրանից հարցեր իհարկե հիմա ինչ որ ունենք ամենահարմար տեսքը չի աշխատելու համար, դրա համար ոնց որ այլ հայտանիշ կձևակերպենք, որը տենց ավելի ուղիղ ասում է, որ ինչ որ ֆունկցիաների դեպքում լավ էլ ունենք, որ Ֆուրեի շարքը զուգամիտում է այդ ֆունկցիային, կամ այդ միակողմանի սահմանների կիսագումարին։ Ֆուրեի շարքի զուգամության Դիրիխլեի հայտանիշը Սահմանում նախտանք, կասենք, որ ֆունկցիան կտոր առ կտոր դիֆերենցիալի է, աբերի վրա, եթե համարյա թե է դա, ու նաև այդ այն կետերում, որտեղ որ այդ դիֆերենցիալությունը չունեինք, այդ կետերում ոնց որ այսին իրան կարող ես ներկայացնել երկու ձևով էլ կասենք։ Եթե գոյություն ունի ամփոքր AB հատվածը ինչ որ տրոհում կա, եւ ասենք J-ի x-ի պլյուս 1 հատվածի վրա որոշված դիֆերենցիալի ֆունկցիաներ, այնպես որ
մեր fx-ը կհամընկնի j-ի x-ի հետ բաց հատվածի վրա։ Այդ բաց միջակայքի վրա։ Այսինքն ստեղ ինչ ենք ասում։ Նույն է թե այդ բացի այդ մի քանի կետից ինքը դիֆերենցիալի է, հա, նույն է թե f-ը դիֆերենցիալի է բացի գուցե վերջավոր թվով կետերից, դիֆերենցիալի է AB-ի վրա բացի գուցե Չավոր թվով կետերից ստեղ ուշադրություն դարձնենք, որ այն j-երը փակ հատվածի վրա են որոշված, բայց հավասարությունը ուզում ենք բացի վրա, հա, բայց օրինակ լավ, ֆունկցիան կարող է այսպես լինի, կետում արժեքը ինչ-որ մեկ այլ բան լինի, ստեղ էլ սենց ինչ-որ մի բան լինի, հա։ Հիմա այդ j ֆունկցիան կարող ենք, այդպես, օնա, այս էլ բենա, ստեղ պարզապես վերցնենք, ասենք j1-ը կվերցնենք այս ծախակողմյան սահմանը ֆունկցիայի, տվյալ կետում արժեք որպես, որ դիֆերենցիալ լինի, իսկ եթե j2-ը նայենք, արդեն ստեղ ձախակողմյանը կվերցնենք, հա, այսին կոպիտ ասած անընդհատ կշարունակենք այդ արդեն տրոհված հատվածի վրա j ֆունկցիան ու այդ ֆունկցիայից ենք դիֆերենցիալություն ուզում։ Ինչ է նշանակում այդ ֆունկցիայից ենք դիֆերենցիալություն ուզում, այսինքն պետք է ոնց որ միակողմանի նախ սահման ունենա, հա, որտեվ այդ f-ը sense տենց այդ բաց հատվածի վրա j-ի հետ համընկնում է։ Միակողմանի սահման պետք է ունենա եւ այդ կետերում f-ն ունի միակողմանի սահման ավելին նաև ոնց որ այդ ֆունկցիան պետք է լիներ դիֆերենցիալի, այսինքն այս սահման f x-ի, հա, պլյուս թե հանած f x-ի ու պլյուսը, նույն ձևով էլ մինուսը, հա, թե աչից թե ձախից նայելիս, այս հարաբերությունը այն 0-ին աչից մոտենալիս պետք է ունենա սահման, այսինքն այս էլ ոնց որ ասում ենք, որ այն j-ի ֆունկցիան ունի ածանցյալ այդ x-ի կետում կամ j-ի -1-ը ասենք x-ի կետում ունի ածանցյալ։ Ստեղից հասկա, այսինքն կարենք թե որպես սա սահմանում ընդունեինք կտոր առ կտոր դիֆերենցիալի, թե ինչպես որ տրվեց։ Այսինքն ուզում ենք որ մի քանի կետից բացինք դիֆերենցիալ լինի, այդ մի քանի կետում էլ համ միակողմանի սահման ունենա, համ էլ իր ստեյության համարյա թե միակողմանի ածանցյալ ունենա, էլի։ Արի, լավ, դասամիջոցանենք, հետո արդեն կշարունակենք։ Հա, այս գոյություն ունենա։ Ու նաև վերջավոր լինի։ Գոյություն ունի վերջավոր սահման, հա։
կտոր առ կտոր դիֆերենցիալի ֆունկցիաների համար, հա։ Լավ, ոնց որ խոսացինք կտոր առ կտոր դիֆերենցիալի ֆունկցիան որն է, հիմա փորձելու ենք այս թեորեմը ձևակերպենք։ Եթե f-ը երկուպի պարբերական երկուպի պարբերությամբ է, ֆունկցիա է, որը կտոր առ կտոր դիֆերենցիալի է մինուս p-ից p-ի վրա, ապա Ֆուրեի շարքը զուգամիտում է հենց մեր ֆունկցիային, հա։ Զուգամիտում է մեր ֆունկցիային այն կետերում, որտեղ որ անընդհատ է, մնացած կետերում այդ S0-ին է զուգամիտում։ Շարքը զուգամիտում է միակողմանի սահմանների կիսագումարին, հա։ Մասնավորապես f-ի անընդհատության կետերում f-ի անընդհատության կետերում այս են f(x)0-ն գտնում եմ f(x)0-ին վերջի ձգտել ես։ Ապացուցի համար պետք է ստուգենք, որ տեղի ունեն լինի հայտանշի պայմանները, հա։ Այսինքն մյատիկ են պարզ դեպքը նայենք, երբ որ ոնց որ ֆունկցիան դիֆերենցիալի է, այդ կետերում նայենք, հա։ Իցոք f-ը դիֆերենցիալի է, այդ դեպքում ինչն է մեզ պետք, մեզ պետք է ֆիտեն, որը որ ինչն էր, f(x0 plus t) դիմաց f(x0 minus t) ու հանած երկու S0-ներ, S0-ն կդառնա պարզապես f(x0), հա։
f(0) դառնա։ Հետևաբար այս ֆիտե երրորդը այն արտահայտությունը, որը որ պետք է տեսնենք, այն ֆունկցիան, որը պետք է տեսնենք, որ բացարձակ ինտեգրելի է, հա։ Ֆիտե երրորդը ինչ տեսքով կարող ենք գրենք։ Այստեղ f(0) + 10 կարող ենք խմբավորել։ Հա, f(0)-ի հետ, հա, այսինքն այստեղ գրենք f(0) + 10 հանած f(0) բաժանաստ է ու մի հատ էլ f(0) - 10 հանած f(0) բաժանաստ է։ Ու քանի որ մեզ հետաքրքրում էր բացարձակ ինտեգրելությունը, մի հատ էլ մոդուլի համարել, մոդուլ ֆիտե երրորդն էլ կարող ենք ասել, որ փոքր կամ հավասար է սրա մոդուլ գումարած f(0) հանածը հանած f(0)-ի հիմա այստեղ ոնց որ խնդիրը որ կետի շուրջ էր 0-ի շուրջ էր, որ այստեղ 0-ից pi ինտեգրալը նայում ենք, խնդիրը 0-ի մոտ է, որտեղ մնացած տեղերում ֆունկցիան բավականին լավն է, կտոր դիֆերենցիալի է, այդ խնդիրը չկա ինտեգրելիության։ Միայն 0-ի շուրջ է պետք հասկանալ ինչ է կատարում։ Այսքանը ինչի է ձգտելու։ Այսի պարզապես մեր ֆունկցիայի հա ոնց որ քանի որ զուտ սահմանումով, հա, պոտենցիալի։ Այս հարաբերությունը, քանի որ սա եւ սա ու մի հատ էլ այն էս կոտորակը ձգտում են f'(0)-ին, տեն 0-ին դիտելիս։ Ոստի այս մոդուլ ֆիտե երրորդը կլինի սահմանափակ 0-ի շրջակայքում։ Փոքրը չոր երկու ֆունկցիաների գումարից, որոնցից յուրաքանչյուրը 1-ի է ձգտում, այսինքն օրինակ, չգիտեմ, կարող էին գնահատել յուրաքանչյուրը 2-ով ու 4-ից փոքր կլիներ, հա։ Այս մոդուլ ֆիտե երրորդը 0-ի ինչ-որ շրջակայքում, հա։ Կլինի սահմանափակ 0-ի ինչ-որ շրջակայքում։ Հետևաբար, ասենք 0-ից դելտա, 0-ից դելտայում այսքանը զուգամետա լինելու, իսկ դելտայից պիում, մոդուլ ֆիտե երրորդ դետեն, իրանից ներկայացումը պարզապես ինչ ինտեգրալ, անիսկական թե ռիման է ինտեգրալ։ Ինտեգրալ, որը գոյություն ունի,
քանի որ մեր ֆունկցիան այս կտոր առ կտոր դիֆերենցիալի ֆունկցիաների գումար էր հանդիսանում, գումարն էլ է կտոր առ կտոր դիֆերենցիալի, մասնավորապես ինտեգրելի էլ կլինի, որտեղ ոնց որ մի քանի հատ խզման կետ ունի, հա։ Ոնց ամենափական։ Որը գոյություն ունի Լավ, հիմա հետևաբար լինի հայտանշից կստանանք, որ ինչ որ այս են f(0) կզուգամետի 0-ին, տվյալ դեպքում f(0)-ն է, իհարկե ոնց որ պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նայենք այն կետերը, որտեղ ֆունկցիան ածանցիալ չուներ, միևնույնն է, այս սահմանները գոյություն ունեին, ու այնտեղ երբ որ արդեն հանելուիկ 2s0-ն, պարզապես f(0) պլյուս t-ի հետ կխմբավորեինք ինչը f(0) պլյուսը, f(0) մինուս t-ի հետ կխմբավորեինք f(0) մինուսը, ու կստանայինք, որ միևնույնն է, այս սահմանները գոյություն ունեն, հա, ու այդ սահմանները, որ գոյություն ունեն ու վերջավորեն, էլի նույն կերպ սահմանափակությունը մոդուլ φ t(t)-րդի կստանայինք։ Հա, այսինքն իրականում ճիշտ նույն ապացույցը կրկնվում է, էլի։ Դե, դինի հատանիշը պարզապես ասում է, որ եթե մոդուլ φ t(t)-րդի ինտեգրալը 0-ից p, իրականում որտեղ կարևոր է 0-ից դելտա, եթե զուգամետ է, ապա բարի։ Այս պայմանը տեղի ունի, հա, եռանկյունաչափական Ֆուրիեի շարքը զուգամտում է այս թվին։ Իսկ ստեղ արդեն դու շատ ավելի ուղիղ պայման ունես, հա, օրինակ ունես, եթե ֆունկցիան դիֆերենցիալի է, մինուս p-ից p-ի վրա, ուրեմն վերջ։ Իր Ֆուրիեի շարքը զուգամտում է իրան բոլոր կետերին։ Հա, այսինքն ասենց ասած այնտեղ ավելի ընդհանուր պայման է տրված, որ պետք է դնել ձեռով ստուգել, իսկ եթե դիֆերենցիալությունն եք ընդամենը ուզում, շատ ֆունկցիաների համար է դիֆերենցիալությունը այդպես մի անգամից ունենում եք, էլի։ Okay։ Որն է ավելի հարմար ստուգելը, հա, ինչ որ ֆունկցիա դիֆերենցիալի է, թե դինի հայտանիշի պայմանն է բավարարում։ Ոնց որ առանձնապես շատ բարդ բան չկա ստուգելու մեջ, բայց ոնց որ ինչ-որ պարագայում շատ պարզ երևում է, որ ֆունկցիան դիֆերենցիալի է, այն պայմանին ստուգելը մի փոքր այսքան գործ է էլի պահանջում։ Բարի։ Լավ։ Եկեք մի հատ խնդիրներից ասեք, տեսնենք ինչ կա։ Որը գրիքր։ Ու մոտ այդ խնդրից էլի հաջողություն կար։ Հա, չի։
Այսօր ոնց որ հենց քիչ առաջվա ապացած թեորեմի համաձայն, հա, կարող ենք ասել, որ okay, բացի ինձ մինուս պի-ին հələ բաց թողենք, հա, մնացած բոլոր կետերում, այդ դիֆերենցիալության կետերում այս ֆունկցիան ու իր Ֆուրիեի շարքը համընկնելու են, հա, այդ հավասարությունը ունենալու են։ Եթե նախորդ անգամ այդ հավասարությունը չունեինք, զուտ ասում ենք լավ, եկեք համարենք, որ ֆունկցիան համընկնում է իր Ֆուրիեի շարքի հետ, հիմա այս հավասարությունը ունենք, նո բացի մինուս պի-ից, դրա մասին դեռ խոսանք։ Ոնց որ ստեղ որ նաև ասես ինչ ես արել, ստեղ օգտվել ես զույգությունից մտածել կոսինուսի, արժանը երկու մասի, երկուսը դրանից ավելացես, ստեղ ինտեգրալն եմ հաշվել։ Կազատ անդամը գտանք, հիմա հա, որովհետև բան չես կարող անել, pen ամբողջ թիվ չի։ Հա, ու ոնց որ եթե pen-ը ամբողջ թիվ լիներ, իր Ֆուրիեի շարքը ինչ էր լինելու, ընդամենը ոնց որ մի հատիկ այդ կոսինուս px-ն էր լինելու այդ p-ի համար ու վերջ մնացած բոլոր գործակիցները 0 կլինեին ու այդ եռանկյունաչափական բազմանդամի Ֆուրիեի շարքը հենց կտար այդ նույն եռանկյունաչափական բազմանդամը, հա, սկսած ինչ որ համարից։ Դրանք կարող ենք բաց թողել։
բանալից եմ օգտվել, որ sinus x plus minus beta minus beta աստիճան Որտեվ ոնց որ ամեն անգամ երբ որ pi եք գումարում, սինուսի արգումենտում ինքան իր նշանը փոխվում է, որ կա անգամ pi գումարեք կամ հանեք, կա անգամ նշանը կփոխի, այսինքն -1-ի կառաջանը։ Ու -1-ի կառաջանն էլ կարող ենք երկու գումարելուց էլ, հա, ընդհանուր հանենք։ Ինչպես նաև սինուս pi, հա։ Մեր մոտ երկու համարիչները համընկնում են։ Հետո այսօր դերանում ենք արդեն ալֆայի փոխարեն։ Ստանում ենք, որ կոսինուս px-ը ինչ է հավասար։ Փակագիծը ստից տնենք, հա։ Մի հատ էլ պիտի բազմապատկենք կոսինուս։ Սինուս pi-ը բաժանած pi-ին Ընդհանուր կարող ենք անել, այո։ x-ը քանի մինուս p-ից p կարող մինուս p-ից p-ը x-ի տեղը 0 է տեղադրում։ Սա ընդհանուր 1-ը դա։ Բոլոր կոսինուսները դառնում են 1, հա, կոսինուս px-ներ, կոսինուս kx-ներ։ Դառնում են Սա կարենք մի անգամից այս մեկ գրեինք, ստել pi-երով գրեինք, հա, պիպե, էլ պիկայերը գումարած, հա, չեն արիստեղ, մեկ, ստեղ պի հանած պիկա, և գումարած պիկա։ Արդեն որ պիպեն էլ նշանակենք տեղ։
Նույնիսկ փաստորեն ստանում ենք այն բոլոր տեղերի համար, որոնք չեն հանդիսանում pi պատիկ, ոնց որ նորմալ է, այսպես թե այնպես մեկը բաժանած սինուս տե արտահայտությունը գոյություն ունի այն ժամանակ, երբ որ սինուս տեն 0 չի, այսինքն տեն pi-ին պատիկ չի, իրոք այս հավասարությունը ստացանք բոլոր այն տեղերի համար, որի համար ցախ մասը գոյություն ունի։ Այո, ճիշտ է։ Այս կոսինուս պիկան հենց -1-ի կայա լինում, այդ վերանում է։ Ու ոնց որ ստանում ենք, որ իրականում սինուս տեն ոնց որ 0-ը դառնում, այդ 0 պիկա մինուս, պիկա ու մինուս պիկա կետերում ու մեկը բաժանած սինուս տեն հենց ոնց որ այդ 0-ի մոտ 1/3-ի կարգի է, չգիտեմ, pi-ի մոտ մինուս մեկը բաժանած t մինուս pi-ի կարգի է լինում, ու այդ բոլոր գումարները, որ փաստորեն իրար գլխի հավաքում ենք, հենց ստացվում է մեկը բաժանած սինուս t-ն։ Okay, շատ լավ։ Դու էլ ես նույն բանը արել։ Okay։ Այնտեղ մի հատ էլ սահման ունեինք հաշվելու, որ ինչ էր, n աշճանի արման n ֆակտորիալ բաժանած n-ը ինչի է ձգտում, այդ ստացվել է անել, հա, բայց ոնց որ կարևոր քայլ արել ես, okay, կարաս գաս հետի ասես, հետո էլ, okay, Ну, Հիմա եթե դիտարկում ենք այդ սահման լոգարիթմ այդ նույն բանից, այս կոտորակի լոգարիթմը եթե նայենք, ինչ է ստացվում։ Ունենում ենք ոնց որ 1/3 լոգարիթմ, հա, n ֆակտորիալ ու հանած լոգարիթմ n։ Իհարկե լոգարիթմ n ֆակտորիալը կարող են գրել որպես ինչպես։ Շատ լավ, 1/3-ն էլ ընդհանուր հանեցինք, ստացանք ստեղ լոգարիթմ 1, գումարած լոգարիթմ 2, գումարած լոգարիթմ n, հանած n լոգարիթմ n։ Էլ ինչ անենք։ Այս ոնց որ n հատ գումարելի ունենք ու հանել ենք n լոգարիթմ n-ը, այդ n լոգարիթմ n-ը կարող ենք բաշխել այս բոլոր գումարների միջև, հա։ Ստեղ գրենք լոգարիթմ 1 հանած լոգարիթմ n, լոգարիթմ 2 հանած լոգարիթմ n, այդպես միջև լոգարիթմ n-ից հանած լոգարիթմ n։ Այս տարբերություններն էլ ինչ տեսքով կարող են գրել։ 1/3 լոգարիթմ 1/3, գումարած լոգարիթմ 2/3, գումարած լոգարիթմ n/3։ Հիշեցնենք, որ ինչ էինք մենք ապացուցել, որ եթե f-ը, ասենք, նվազող է 0.1-ում, հա, 0.1-ից f-ը նվազող է,
եւ այդ ինտեգրալը գոյություն ունի, հա, իր անիսկական ինտեգրալը 0-ից 1, ապա այս 0-ից 1 ինտեգրալը հանդիսանում է սահման 1/3 գումար f կային 3, որտեղ կամ փոխվում է 1-ից n, սա ապացուցել ենք։ Հիմա եթե այս պնդումից օգտվենք, ինչ կարող ենք ասել։ Ինչ։ Պարզապես լոգարիթմիկ։ Լոգարիթմիկ ֆունկցիայի արժեքները չեն իրար գումարած։ Այս 1/3 է սա։ Եթե ուզում ենք, կարող ենք մի հատ էլ ստեղ միջանկյալ ասենք, հա։ Այս տեսքով գրենք, իհարկե կարևոր չի, բայց դա 1/3 գումարած լոգարիթմ կային 3, որտեղ կամ փոխվում է 1-ից n, ու այդ էլ կտա ինտեգրալ 0-ից 1 լոգարիթմ x dx։ Մանում այս ինտեգրալն էլ հաշվենք։ Հա? Չհասկացա։ Մեզ պետք է այդ կոտորակի սահմանը հաշվել, եթե կոտորակի լոգարիթմի սահմանը հաշվենք, հետո մի հատ երաշխիքը բարձրացնենք, կստանանք իրանը։ Մասերով ինտեգրում ենք, վերջ, հա, այսինքն ստեղ ունենում ենք, որ x լոգարիթմ x-ի աճը 0-ից 1 հանած x դե լոգարիթմ x պիտի գրենք, որը 1x-երորդ dx-ն է։ Հիմա մի հատ մեկում դնում ենք էդի ստացվում է 1 լոգարիթմ 1 հանած սահմանը սրա 0-ից ձգտելիս ստեղ էլ մեկ ֆունկցիան ենք ինտեգրում 0-ից 1 հատվածով, որը պարզապես 1 է տալիս։ Հիմա այս սահմանն էլ հաշվելու համար ինչ կարող եք անել։ Լոգարիթմ 1-ը 0 է, այսինքն ստեղ ունենք ինչ, մինուս սահման լոգարիթմ x բաժանած 1x-երորդ, հետ էլ, այստեղ հիմա լոգտալ կաղանը եթե կիրառենք, մի հատ 1x-երորդ, մի հատ էլ մինուս 1-ը բաժանած x քառակուսի կլինի, որը պարզապես մինուս x-ա տալու, սահմանն էլ 0 է տալու, այստեղ կունենանք մինուս 1, դե եթե լոգարիթմացը մինուս 1-ի է ձգտում, սահմանն էլ, n աշտանի արմատ n ֆակտորիալ, բաժանած n-ն էլ կլինի e-ի մինուս 1 աշտան, այստեղ ըստ էության n ենք ասում, որ n աշտանի արմատ n ֆակտորիալը համարժեք է n երրորդին։ Ստերլինգի բանաձևը սրա ոնց որ ավելի նուրբ տեսակն է, ոնց որ ավելի շատ ինֆորմացիա պարունակում, Ստերլինգի բանաձևը ինչ ասում, որ n ֆակտորիալը համարժեք է n երրորդի n աշճանը բազմապատկած արմատ 2-ի n-ով, այստեղ ոնց որ այդ n աշճան որ բարձրացնեք, ասում են այնտեղ տակը մի փոքր բան մնացողը, որ n աշճան եք բարձրացնում, արդեն արմատ n-ի կարգի մի բան է ստացվում, այս հավելյալ էս էլ կա էլի, ինչը որ ստեղ չկա ու չի երևում։ Հա, Ստերլինգի բանաձևը իհարկե ավելի ուժեղ է։